Բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհակալություն հրավեր ընդունելու Սիրով։ համար։ Մի քանի հարցեր ենք նախապատրաստել, խնդրենք հերթով անդրադառնանք այդ հարցերին։ Արշավը հայ առաքելական եկեղեցու շուրջ շարունակում է, այսօր հայտարարել է, ասում է, պիտի շարունակեմ գնալ, Նիկոլն է ասել, միջև մաքրագործել նոր գնալ։ Երբ խնդրեի ձեզ մոտ նաև նշեք էլ, եթե ինչից է մաքրագործելու եւ ընդհանրապես շանս հնարավորություն ունի մաքրագործելու, շատ հետաքրքիր է։ Եվ այն ինչ որ տեղի ունենում եկեղեցու շուրջ, պիտի խնդրեմ անդրադառնանք։ Երկրորդ հարցը վաղաշաբաթում քիչ առաջ հայտնեցին, որ աջակիցներին Մայր Հայաստանի էլի ցուցադրաբար առևանգել են ասֆալտին փռելով իրենց ասած ոճով էլի։ Հա։ Եվ առևանգել են միջայց բաղ հայտնի չի ինչ ուղղությամբ են տարել։ Այսինքն այդ ոճով ակնհայտ է, որ վաղաշաբաթի ընտրություններից շարունակում են վախենալ, ինչ ունեք ասելու սա հետ կապված։ Խաղաղության մասին է խոսում, 2 ամիս շարունակ խաբեցին հանրությանը ասելով հիմա հաց է գալիս, հետո պարզվեց, որ դա անասնակեր է, ավելի ընդունավորված Ղազախական մանունում էր գրվել, ուսումնասիրություն կա եւ հրապարակորաթերթը մանրամասն անեց, պաստորեն մեզ մատակարարել է ոչ թե ցորեն, այլ անասնակեր այն են ընդունավորված։ Ինչ խաղաղություն է բերում Ալիևը, ինչ խաղաղության առջև է դուրը բացում Նիկոլը, ինչպես որ Ալիևը հիմա խոստանում է վերցնել Սևանը, ինչպես տեսնում եք, ինչպես ինչ որ խոստացավ, սրանք ասում են այդպիսի բան չկա, Արցախը չենք տա, Կիրանցը չենք տա, Սյունիքի բարձունքները չենք տա, Միջանցը չկա, հիմա էլ ասում է Սևան չկա, բայց այդ մարդը գնաց։ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը շարունակում է պնդել, որ Արցախի հարց կա եւ վերադարձ լինելու է։ Երրորդ նախագահն էլ բաց հստակ ճանապարհներ ասեց, որ այս խաղաղությունը միայն կարող է լինել գերտերությունների անվտանգության երաշխիքի տակ, բայց այս մարդը հակառակն է պնդում եւ Ալիևի գործ։ Խնդրեմ, այդ 4-5 հարցերի կապված Նախ մաքրագործման մասին։ Իրականում Նիկոլ Փաշինյանի մաքրագործման ժամանակը 2018 թվականն էր։ Ինչու, որովհետև մինչ այդ ինչ մեղքեր, որ ինքը գործել էր, ժողովուրդը եւ հատկապես Նիկոլ Փաշինյանին ճանաչող մարդիկ իրենք ներել էին Նիկոլ Փաշինյանի մեղքերը։ Շատերը կարծում էին, որ Նիկոլ Փաշինյանը փոխվել է եւ դրա համար էին ներել։ Իսկ ինչ մեղքեր էր նա գործել մինչ այդ։ Նա ներկայանալով որպես լրագրող զրպարտություններ էր տարածում, տարբեր մարդկանց վարկաբեկում, հայհոյում, մի խոսքով հակաէթիկական լրագրություններ անում եւ բացի դրանից հայտնի էր Նիկոլ Փաշինյանի հակաարցախյան տրամադրությունները հայկական ժամանակ թերթում գրած նրա հոդվածներով։ Իսկ 2008 թվականին, երբ որ նա արդեն արցախցիների հանդեպ ատելություն էր տարածում Երևանի հրապարակներից, առհասարակ Նիկոլ Փաշինյանը դիտվում էր որպես հակակրելի եւ չընդունելի քաղաքական գործիչ, սակայն նա կարողացավ անջատվել իր հիմնական քաղաքական թիմից, Հայ ազգային կոնգրեսից ու փոխել իր իմիջը իբրև թե ինքը ամենևին էլ հակաարցախյան չէ եւ մի բան էլ ավելի տենց Արցախամետ է, քան հանրապետական կուսակցությունը ու մնացածը։ Ու սրա համար Նիկոլ Փաշինյանին ներել էին, ինչ որ իմաստով, այսինքն ինքը մաքրագործվել էր։ 2018 թվականին փաստորեն այդ իր մաքրագործության արդյունքում ինքը կարողացավ նվաճել Հայաստանում երկրի ղեկավարի պաշտոնը, բայց անմիջապես նվաճելուց հետո նա սկսեց իր մեղքերը, նա վերադարձավ իր իրական էությանը ու մտավ այդ մեղքերի կեղտաջրի մեջ, ու առաջին բանը, որ հայտնի էր մեզ, այդ ասֆալտին փռելու օպերացիան էր, հետո ազգային ժողովը, դատարանները շրջափակելը, հայտնի գաղտնալսումները, արտահոսած ձայնագրությունները Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հետ, որով հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը գործ է սարքում Արցախն ազատագրած քաղաքական գործիչների եւ ռազմական գործիչների դեմ։ Դե կամաց-կամաց այդ մեղքերը խորացավ եւ հիմա ինքը տենց ոչ թե մեղք է գործում, այլ ինքը տեղով մեղքն է, որովհետեւ ով նրա հետ համագործակցում է, այդ մեղքը տարածվում է նրա վրա, հա, որտեվ ոնց որ փոշին է ինքը այդ երբ որ մտնում ես փոշոտ տեղ, փոշոտվում ես։ Հիմա երբ որ մտնում ես Նիկոլ Փաշինյանի հետ նույն տարածքում, ոնց որ այդ մեղքը նստում է վրա եւ բնականաբար նա ոչ թե պետք է մաքրագործվի եկեղեցի մտնելուց առաջ, այլ
Երևի մյուս կյանքում արդեն նրան կհաջողվի, որպես եթե հավատանք ռեինկարնացիային, որպես շատ ավելի ցածր դասակարգի կենդանի, փորձի մաքրագործվել։ Տենց են չէ ասում, ռեինկարնացիայում այդպես է, որ այս աշխարհում գործած մեղքերով մյուս աշխարհում շատ ավելի վատ է նրանց համար լինում, դե այլ կրոններում դժոխք են գնում։ Մի խոսքով ամեն կրոն իր պատկերացումները ունի, թե Նիկոլ Փաշինյանի տեսակի անձի հետ ինչ պետք է լինի, անկախ նրանից նա հայ է թե այլ ազգի։ Ուրեմն սա այդ մասով, իսկ հիմա եկեղեցու հետ կապված ես ուզում եմ մի հատ դիտարկենք ոչ թե այս հարցը որպես հավատացյալ, այլ որպես Հայաստանի քաղաքացի, հա, որովհետև պարտադիր չէ որ ես հավատացյալ լինեմ, բայց ես Հայաստանի քաղաքացի եմ։ Իսկ Հայաստանի քաղաքացի լինել նշանակում է ես գտնվում եմ մի համակարգի մեջ, որը դասակարգված է սահմանադրությամբ եւ օրենքներով։ Հիմա ենթադրենք ես հավատացյալ չեմ եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեմ եւ կա ինչ-որ մեկը, որը խախտում է իմ երկրի օրենքները, հա։ Օրինակ, սահմանադրությամբ սահմանված է, որ կրոնական կազմակերպությունները եւ պետությունը տարանջատված են իրարից։ Ինչ է սա նշանակում, որ կրոնական կազմակերպությունը, իսկ ինչ է կրոնական կազմակերպությունը։ Ինչպես օրինակ հասարակական կազմակերպությունը, հիմնադրամները, ՍՊԸ-ն կամ ասենք գործարար կազմակերպությունները, ձեռներեցական, անհատ ձեռներեցությունը եւ այլն, սրանք բոլորը գրանցվում են Հայաստանի պետական ռեգիստրում։ Եթե համապատասխանում են Հայաստանի օրենքներին, նրանք ստանում են իրենց հնարավորությունը օրենքի սահմաններում գործելու Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է պաշտպանել նրանց իրավունքները։ Ու այդ իրավունքները սկսվում են սահմանադրությունից, եւ սահմանադրության 17-րդ հոդվածում ամրագրված է, որ պետությունն ու կրոնական կազմակերպությունները իրար հետ տարանջատված են, իրար հետ նույնը չեն։ Հիմա ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Երբ Նիկոլ Փաշինյանը որևէ կրոնական կազմակերպության հոգևոր առաջնորդին ուզում է փոխել, նա խախտում է սահմանադրության այս հոդվածը։ Եվ ես որպես քաղաքացի, ոչ թե որպես հավատացյալ, որևէ կրոնական կազմակերպության հետևորդ, ես որպես քաղաքացի պարտավոր եմ զսպել այդ անձին սահմանադրությունը, այն օրենքները, որի հիման վրա նա եկել է այստեղ ղեկավարելու, զսպել, որպեսզի չխախտի։ Բայց սահմանադրությունից հետո նաև այլ օրենքներ են ստեղծում։ Մասնավորապես կա կրոնի ազատության, խղճի ազատության եւ կրոնական կազմակերպության մասին օրենք, որոնց համաձայն կրկին պետական գործիչը իրավունք չունի խառնվելու կրոնական կազմակերպության գործունեության մեջ։ Սա դեռևս միայն խղճի ազատության մասով։ Հիմա կա նաև քրեական օրենսգիրք, որը ասում է, լավ, եթե մենք ունենք սահմանադրությունը, որ կա 17-րդ հոդվածը, եթե մենք ունենք այդ օրենքը, որտեղ պետական գործիչը չի կարող խառնվել կրոնական կազմակերպության մեջ, ուրեմն նրան զսպելու համար, որպեսզի նա այդ գործողությունները չանի, մենք պետք է ինչ-որ պատիժ սահմանենք անելու համար։ Ու կա 209-րդ հոդվածը, որով քրեական պատիժ է սահմանված, այսինքն հանցագործություն է համարվում այն, եթե դու խոչընդոտում ես որևէ կրոնական կազմակերպության գործունեությունը։ Եվ Նիկոլ Փաշինյանը, այն Ասատրյանը, այն մյուսները, իրենք բոլորը այս գործով փաստորեն հանցանք են իրականացնում։ Ինչի համար օրինակ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը դիմել է դատախազություն։ Հասկանալի է, որ դատախազությունը պատկանում է այս պահին մեկ անձի, ոչ թե հայ ժողովրդին, եւ դրա համար այդ գործը տենց մի կողմի վրա է, հա, երբ որ անմեղ հոգեվորականները դատվում են, սակայն իրական հանցագործները, օրինակ այդ Ասատրյանը, Ստեփան Ասատրյանը եւ Նիկոլ Փաշինյանը, падգամավորները, նախարարները, նրանք չեն դատվում։ Բայց այդտեղ ուրիշ բան էլ կա, գողությունն էլ կա։ Հովանավանքը պատկանում է հայ առաքելական եկեղեցի կրոնական կազմակերպությանը եւ փաստորեն մտել են մեջ ու ասում են, չէ, մերն է։ Ասենց եկել են նստել են, ասում են, ոչ, սա մերն է։ Այսինքն գողություն են անում։ Հասկանում եք։ Սա ինչի համար եմ ասում, որովհետեւ որպեսզի հասկացվի, որ այստեղ միայն քրիստոնեության կրոնի խղճի ազատության հարցը չի, սա օրինական իրավական պետության հարցն է, քաղաքակիրթ պետության հարց է, եւ յուրաքանչյուր քաղաքացի պետք է առաջնորդվի բարձր քաղաքացիական գիտակցությամբ եւ թույլ չտա, որպեսզի որևէ պետական պաշտոնյա խախտի Հայաստանի Հանրապետության օրենքները, մանավանդ սահմանադրությունը։
Հիմա սա առաջի դեպքը չի որ խախտել են, արդեն Արցախը հանձնելուց, Տավուշի տարածքները հանձնելուց, ազգային ժողովը շրջապակելուց, դատավորների դեմը առնելուց, այս բոլորը եղել են օրենքի խախտումներով եւ դրա համար են իրենք կարողացել հասնել են ամենաբարձր դավաճանության, այսինքն օրենքների խախտումները ի վերջո բերում է դավաճանության, հա, այն բարձրագույն օրենսդրական խախտմանը դրա համար են կարողացել, որովհետեւ Հայաստանի քաղաքացին չի ասել հոփլը, դուք չեք կարող խախտեք այն դրույթները, այն օրենքները, որի հիման վրա մեր համակեցությունն է ստեղծված, որովհետեւ եթե խախտում եք մեկը, կխախտեք նաեւ մյուսը, եթե վերցնում եք կրոնական կազմակերպությունից սեփականություն, վաղ վերցնելու եք ինձնից իմ սեփականությունը ինչ որ առիթով, հիմա կարևոր չի թե ինչ առիթով։ Ուրեմն եկեղեցու պահով այս ամեն ինչը հասկանանք։ Ճիշտ է, այս պահին հալած յուղի պես ինչպես գծել է քաղաքացիական պայմանագիրը գնում է։ Սեպտեմբեր ամբողջ ամառ նրանք վարկաբեկեցին եկեղեցին, կաթողիկոսի հրաժարակներին պահանջում բնակ արդեն օրենքները խախտելով, բայց բնականաբար դա չեղավ։ Հիմա ահագին պառակտվածություն են մտցրել եւ այդ պառակտվածության անիվը ֆռում է։ Նրանք մի դիրք գրավել են Հովանավանքը եւ արդեն անցել են այդ Արտիկի եկեղեցին են գնացել, sense դիրքեր գրավելով իրենք պետք է շարունակեն իրենց առաջ խաղացումը առանց ունենալու որևէ հանրային աջակցություն, նրանք հանրային աջակցություն չունեն, նրանք միայն ունեն ուժայիններ, հա։ Սա ահաբեկչություն է, որովհետև դու ունես զինված խումբ եւ դու հարձակվում ես քրիստոնյաների վրա, հա։ Այսպես օրինակ եղավ բանում Սիրիայում շատ ավելի դաժան ձևերով մենք տեսանք սպանում էին քրիստոնյաներին փողոցներում։ Այստեղ անում են շատ ավելի տենց օրենքները խախտելու մեթոդներով, հոգեբանական տերորով եւ այլն ներսից եկեղեցին փորձելով քանդել։ Այսպես եղել է նաեւ Եգիպտոսում, երբ որ Մուբարաքին գցելուց հետո 2010-11 թվականներն էր, եթե չեմ սխալվում, արաբական գարնան ժամանակ, երբ եկավ այդ իսլամական եղբայրության այդ Մուրսին իշխանության ու սկսեցին կրոնական փոքրամասնություններին հալածել, ճնշել, բայց թու հնարավոր եղավ բանակը այն ժամանակ եկավ ու մեկուսացրեց այդ ցեղասպան գործունեությունը։ Հիմա մեր պարագայում բանակը, ազգային անվտանգության ծառայությունը, դատախազությունը, քննչական կոմիտեն, ներքին գործերի նախարարություն, ոստիկանություն, այս ողջ ուժայինները սպասարկում են մեկ հանցագործի եւ այդ հանցագործը նաեւ ահաբեկիչ է եւ ցեղասպան իմիջիալից։ Այս իմաստով ինչ է մեզնից ակնկալվում, որ վաղաշաբաթի ընտրություններում որևէ պարագայում չընտրվի կամ Նիկոլ Փաշինյանի թիմը կամ Արամ Սարգսյանի թիմը, դա նույն բանն է, հա, նույն բանն է, երկուսն էլ սահմանադրախախտ են, արդեն Արամ Սարգսյանի թիմի ներկայացուցիչը են բանով գորգորացող տղան, ինքը արդեն հայտարարել է, որ արտոնելու է հավաքը Նիկոլ Փաշինյանի վեհարանը զավթելու, այսինքն ինքը մասնակցում է բանին սահմանադրության խախտմանը եւ 209-րդ հոդվածը իր վրա կրելուն։ Այսինքն վաղաշաբաթի ընտրություններում ընտրությունների գինն է լինելու, արդյոք եկեղեցին լինելու է կանգուն, արդյոք եկեղեցին զբաղվելու է Արցախում պատմական մշակութային հայոց ժառանգությունը վերացնելու դեմ պայքարելով, պատանդներին վերադարձի համար ամբողջ աշխարհով մեկ պայքարելով, ինչպես նաև արցախցիների վերադարձի համար պայքարելով, թե եկեղեցին դառնալու է հերթական մի գործիք մեր իրավունքները ոտնահարելու համար, որովհետև մեր իրավունքները վաճառված են այս պահին։ Իսկ եկեղեցին փաստորեն քանի որ մեր իրավունքների համար է պայքարում եւ Թուրքիան ու Ադրբեջանը դրա համար փորձում են ոչնչացնել եկեղեցին այն մարդու ձեռքով, ով հանձնել է Արցախը եւ 150,000 մարդու փախստական է դարձրել։ Իզուր չի որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիայի նախագահը եւ նրանց տրանսպորտի նախարարը արդեն հայտարարել են, որ Փաշինյանը լուրջ ռիսկերի է գնում, այտենց դուխով ռիսկերի է գնում եւ նրանք ու մեծ ուշադրությամբ հետևում է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը իսկապես ռիսկերի է գնում, բայց այդ ռիսկերի ոչ թե գնում է հանուն մեզ եւ ձեզ, այսինքն մեզ, այլ գնում է հանուն նրանց, ովքեր սպանել են մեր նախնիներին, դաժանաբար սպանել են, ցեղասպանության են ենթարկել, 2 միլիոն հայ են կոտորել եւ գաղթական աքսորիալ են սարքել միլիոնավոր մարդկանց, այսինքն Թուրքիայի
ցեղասպան այդ ժառանգներին է, հա, սպասարկում, ռիսկերի է գնում Էնվեր Փաշայի, Թալիատ Փաշայի, Ջեմալ Փաշայի համար նա մեծ ռիսկերի է գնում, ինչպես նաև Իլհամ Ալիևի համար հայ կանանց մասնատողների։ Եվ այդ մեծ ռիսկը ի՞նչն է։ Մեծ ռիսկը մի կողմից այդ եկեղեցին քանդելն է, մյուս կողմից փառաքարի ընտրված համայնքապետի դեմ ահաբեկչություն իրականացնելը, Վալոդիա Գրիգորյանի կամ մյուս համայնքապետերին, Մասիսի քաղաքապետին եւ Գյումրու քաղաքապետին գերի վերցնելը, սրանք իրենց համար ռիսկային քայլեր են, որովհետեւ Թուրքիան հասկանում է, հա, Նիկոլ Փաշինյան ինչ է նշանակում Հայաստանում գնալ ռիսկային քայլերի Թուրքիայի տեսակետից, այսինքն դեմ գնալ հայերի իրավունքներին։ Հիմա Հայաստանի մեջ մեր իրավունքները ճնշելը, այո, ռիսկային քայլեր է։ Պատկերացնում եք, օրինակ Ամերիկայում ենթադրենք Թրամփը սկսեր դատավորներին, ասենք, ձերբակալել, կալանավորել կամ հերոսներին կամ այն սյուները, որը պահում է այդ երկիրը, բանաներ, սկսեր ինչ-որ գերի վերցնել, հա, ինչ-որ դա կլիներ օրինակ, ասենք, Չինաստանի կողմից Ամերիկայում դիտվող ռիսկային քայլ, օրինակ։ Հիմա այդ Թուրքիան փաստորեն այդ հայտարարությունը արել եւ նրանք ուշադիր հետևում են, հետևեք, խնդիր չկա, թող Էրդողանն էլ հետևի, տրանսպորտի նախարարն էլ հետևի, որովհետև մենք էլ չենք դադարելու հետևողական լինել, ոչ թե հետևել, այլ հետևողական լինել արդարության վերականգնման եւ հայերի իրավունքների եւ մասնավորապես այն 2 միլիոն դաժանաբար կոտորած հայերի արդարությունը վերականգնելու համար։ Եվ քանի տրանսպորտի նախարարների այս ամենը ազդարել, կարելի է նաեւ խոսել այս թեմայով, այս Ցորեն Կոչեցյալի թեմայով։ Տեսեք, էական չի թե ինչ Ցորեն է Հայաստան ներկրվել մեր իրավունքների դիմաց։ Այդ Ցորենը կաշառքն է հայերին, իրենց իրավունքները ծախելու դիմաց։ Ի վերջո, այդ Ցորենը ինչի հաշվին է մտել Հայաստան։ Այդ Ցորենը մտել է Հայաստան 5000 հոգու Արցախում զոհելով, խաբելով ընդ որում, նրանց խաբում էին մեր այդ թվում նաև ինձ։ Մեզ խաբում էին, որ մենք հայրենիքն ենք պաշտպանում, այնինչ մեր դեմ դավադրություն էր, նրանք Արցախն էին հանձնում։ Փաստորեն հանձնեցին, չէ՞ Արցախը։ Նրանք չհեռացան քաղաքականությունից, չասեցին, այ մարդ, էս ինչ արեցինք։ Մենք 5000 հոգու զոհեցինք, ուրեմն մենք այսպես մեծ սխալ, այսպես մեծ մեղք ենք գործել, մենք պետք է հեռանանք քաղաքականությունից, սա մեր տեղը չի։ Նրանք սա չասեցին, նրանք շարունակեցին այդ 5000 զոհած մարդկանց արյունները անարգել 3 տարի շարունակ, ամեն օր նոր զիջումներով։ Մարդիկ կռվում էին այնտեղ, որ պահեն Շուշին, իսկ սրանք ասում էին, մեզ պետք է Շուշին, դա մի դժգույն քաղաք էր։ Ուզում եք ասել, որ Շուշին հայկական քաղաք է։ Պատկերացնում եք, դուք զոհվեիք պատերազմում, ու ձեր որ Շուշին պահեք, ու ձեր հետևից տենց բան ասեին։ Չէ։ Ուրեմն նրանք զոհել են այս մարդկանց, որպեսզի Արցախը հանձնեն։ Սա մեկ, երկրորդը 150,000 մարդու են զարկել գաղթական, զրկել են քաղաքացիությունից։ Եվ հիշենք օգոստոսի 8-ի այդ խեղաղության պայմանագիրը, հռչակագիրը նախաստորագրված։ Դրանով նրանք հետ են կանչում մեր դեմ իրականացրած հանցագործությունները։ Սա նույն բանն է, որ բռնաբար աղջկան բռնաբարեն, տանեն ցորեն տան, ասեն կեր։ Տես ասեն, մենք քեզ երբ բռնաբարեցինք ու դու սենց հիմա այտենց կես մարդ ես դարել եւ այլն բան։ Հիմա այս ցորենն ենք քեզ տալիս, հա, դրա դիմաց, որովհետեւ մենք այս ցորենը կարող ենք քեզ տալ, որովհետեւ քեզ բռնաբարեցինք։ Սա է Նիկոլ Փաշինյանի ասածը։ Այսինքն հայ ժողովրդին ցեղասպանում են ու հետո ցորեն են բերում կերցնում։ Անհնար է պատկերացնել այսպիսի կաշառակերություն քո իսկ ժողովրդի հանդեպ, ինչ նշանակում, սա ձեռառնոցի է։ Մի ձեռառնոցի սա է, երբ որ դատական գործերը հետ կանչելու համար, հա, մեզ ցորեն են բերում տալիս, ասում են, տեսեք ինչ լավ է, մենք ձեր դեմ հանցագործություններ են, որ կանանց են մասնատել, են, որ ձեր նկատմամբ ռասայական այդ ատելություն են տարածում, որ ամբողջ Ադրբեջանին պատրաստում են, որ ձեզ կոտորեն, զոհեն եւ այլն, բայց տեսեք մենք ձեզ ցորեն ենք տալիս։ Սրա դիմաց ցորեն են բերել եւ մենք քննարկում ենք այդ ցորենը լավն է թե վատն է, այդ ցորենը չկա։ Այդ ցորենը գոյություն չունի, այդ ցորենը չեն վերցնում։ Կաշառքը չեն վերցնում իրավունքների դիմաց։ Ցորենը վերցրեք երեք դուք, մենք մեր իրավունքներն են պետք։ Ընդ որում, երբ որ Արցախում այդ հսկայական ցորենի արտեր կային, Հայաստանից շատ։ Հիմա Արցախը հանձնել են իր ցորենի արտերը ու ցորեն են բերում։ Սա իրականում այդ թուրքական ցինիզմն է, որը իրականացվում է հայերի դեմ, եւ այդ ցինիզմը նաեւ իրականացվեց նոյեմբերի 9-ին, երբ որ Ադրբեջանն ու Թուրքիան ցույց էին տալիս այդ իրանց նոր ձեռք բերած զենքերը, հա, ժամանակակից, իսկ սա ստեղ ինչ-որ շուն էր ցույց տալիս ռոբոտից։
Հասկանում եք, իրականում ճիշտ կլիներ որ Նիկոլ Փաշինյանը քայլեր այդ Ադրբեջանի շքերթում, որովհետև Ադրբեջանի հիմնական ամենակարևոր զենքը Նիկոլ Փաշինյանն է։ Ադրբեջանը չէր հաղթելու Հայաստանը, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, հա, այս ձևով գոնե չէր հաղթելու։ Ինչևէ, նորից կրկնում եմ եւ հորդորում եմ ընդհանրապես մեր բոլոր հասարակական քաղաքական գործիչներին այդ ծորենի հարցը մենք չենք քննարկում որակը, մենք չենք կարող քննարկել մի բանի որակը, որը մեր իրավունքների դիմաց եկել են վաճառում են։ Չեն շահակում իմ դեմ դատական հայցերի դիմաց, որ հանել են, բերել են, ծորեն են տալիս, ես պետք է քննարկեմ որակը, թե ոչ։ Ինչ տարբերություն, ասենք բանը մարմնավաճառը 20,000 դրամով է տալիս, թե 120,000 դրամով, իհարկե թող ներեն մեր սիրելի մարմնավաճառները այս օրինակի համար, բայց ինչ էությունը մնում է նույնը, չէ։ Նույնն էլ էստեղ է, ինչ տարբերություն լավն է ծորենը, թե ոչ։ Ծորենը կաշառք է մեր իրավունքների դիմաց։ Մեր իրավունքները չեն վաճառվում։ Իրավունքների հարցով նաև անհրաժեշտ է խոսել արցախցիների վերադարձի իրավունքի մասին, հա։ Նայեք, այնինչ ասում են այս ցեղասպանները, որ ասում են արցախցիների վերադարձի իրավունքը վտանգավոր է եւ այլն տրֆսֆս։ Այդպիսի բան չի կարող ուղղակի լինել։ Այդ մարդիկ բոլորս ծնվում ենք այդ իրավունքներով եւ այդ իրավունքները, որոնք ամրագրվել են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որ մարդիկ ավելի քաղաքակիրթ դառնան, այդ իրավունքները անօտարելի են։ Ասելը, որ արցախցիների վտանգավոր է, դա նույն բանն է, որ ասել, որ մի օր մեկը կանգնի ասի կյանքի իրավունքը վտանգավոր է։ Կյանքի իրավունքը պաշտպանելը վտանգավոր է։ Հիմա մարդու իրավունքների հռչակագրով, հա, կամ փախստականների պաշտպանության փախստականների իրավունքի կոնվենցիայով 1951 թվականի կամ Պինեյրոյի սկզբունքներով ամրագրված է, որ որ յուրաքանչյուր իրավունք ունի վերադառնալու իր բնակավայրը, ոչ ոք իրավունք չունի բռնի ինչ որ մեկին իր բնակավայրից հանելու, ինչպես նաև Պինեյրոյի սկզբունքներով եւ սեփականությունը վերադարձնելու իրավունք ունի։ Հիմա փաստորեն այս տղաները եկել են եւ ասում են այդ իրավունքները գոյություն չունեն։ Միջազգային իրավունքը սահմանում է, Հայաստանը միացել է փախստականների իրավունքների կոնվենցիային, Հայաստանը միացել է մարդու իրավունքների հռչակագրին, դրա համար է միավորված ազգերի կազմակերպության անդամ, եկել է ասում է այդ իրավունքները չկան, վտանգավոր են։ Ասում է վտանգավոր է, եթե դու ունես բան վերադարձի իրավունք, դա վտանգավոր է։ Հնարավոր չի այդպիսի բան, հասկանում եք, սա իրավունքի ոտնահարում է այդպիսի բան ասելը։ Անօտարելի է փախստականների վերադարձի իրավունքը եւ նույնիսկ այդ 30 տարիների ընթացքում, երբ որ մենք բանակցում էինք, ամենակարևոր սկզբունքներից մեկը այդ փախստականների վերադարձն էր Հայաստանից Ադրբեջան, Ադրբեջանից Հայաստան։ Դա միշտ ամրագրված է եղել։ Եվ եթե դու դա հանեիր, քեզ վատ աչքով էին նայելու։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինքը իր քաղաքացիների, ինքը իր ներքին տեղահանվածների, իրանք էլ ասում են բռնի տեղահանված, լավ է այդ բառը կիրառում են։ Իրանց իրավունքները մերժում է։ Դա նորից եմ կրկնում, դա նույն բանն է, որ ասես կյանքի իրավունքը, բանը, խոշտանգման արգելքը, հա, խոշտանգումից զերծ լինելու իրավունքը, ասի վտանգավոր է, պիտի չենք կարող իրացնել։ Ուրեմն արցախցիների վերադարձի իրավունքը ամենաիրատեսական բանն է հայերի իրավունքների պաշտպանության գործում Արցախի հետ առնչվող հարցում։ Ովքեր հակառակն են պնդում, նրանք պարզապես դա անում են Իլհամ Ալիևի հրահանգով։ Ուրիշ պատկերացնելու բան այդտեղ չկա, որ դու քո էթնիկ խմբի իրավունքները ասես գոյություն չունի։ Անհնար է այսպիսի բան պատկերացնել։ Սա վերաբերում է հատկապես բանից քաղաքացիական պայմանագրից պատգամավոր Սարգիս Խանդանյանին, որը այդ իրավապաշտպան կառույցների գծով է անցել։ Սա իր անկերներն էին այդ իրավապաշտպան կառույցներում։ Ասողներից մեկն էլ ինքն է։ Ու այսինքն գոնե Սարգիսի ընկերները գնան ասեն, տղա ջան, դու չես կարա մարդկանց իծնե տրված իրավունքներին դեմ խոսաս։ Գոնե իր ընկերները, չգիտեմ, հիմա ընկերությունը անում են, շփվում են, թե չէ, գնացեք ասեք, տղա ջան,
Ոնց ես դու խոսում մարդու իրավունքների դեմ։ Սա կապ չունի հայերի հետ, ազգային հարցի հետ, Արցախի հետ, եկեղեցու հետ։ Սա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում գործող իրավունքներ են։ Սա ասելով ինքը ասում է, որ դե չէ, մենք բանը, այս կոնվենցիաների տակ որ ստորագրել են, կապ չունի։ Բայց ինչի է սա տեղի ունենում։ Սա տեղի ունենում, որովհետև այս տարածաշրջան նոր ոստիկան է մտել Թուրքիայի տեսքով Ռեջեփ Թայիփ Էրդողանի, որի համար խաղաղությունը բոլոր կարգերը վերացնելն է։ Նրա համար ոչ օրենք, արդարություն, ճշմարտություն, որևէ բան գոյություն չունի։ Միակ բանը Թուրքիայի գերիշխանությունն է, ֆաշիզմ։ Ֆաշիզմը նրա համար օրենքը, որ միայն թուրքերը պետք է իշխեն։ Ֆաշիզմը Հիտլերը ով էր ասում էր, որ ամբողջ աշխարհում պետք է իշխեն գերմանացիները։ Ֆաշիզմն էր։ Հիմա մենք ունենք 21-րդ դարի նոր ֆաշիզմ, եւ այդ ֆաշիզմի կցորդը Նիկոլ Փաշինյանը, ինչպես օրինակ Մարշալ Պտենը Ֆրանսիայից ֆաշիզմի կցորդ էր եւ այդպես Ֆրանսիան 4 տարի օկուպացված էին պահում։ Ու հիմա նաև սկսել են այդ թեման շրջանառել, թե առանց հարակվեի տարածքների փոփոխություն չլինի սուտ։ Ամբողջությամբ սուտ։ Ամեն ինչ տալու են սրանք։ Եթե Թուրքիան հետևում է Նիկոլ Փաշինյանի այդ ռիսկային քայլերը, ուրեմն այդ հետևությունը ինքը կատարում է որպես համակարգի մաս։ Այստեղ հայերի իրավունքները որևէ դերակատարություն չունեն։ Նա հանձնել է Արցախը առանց մեզ հարցնելու։ Նա հանձնել է Գորիս-Կապան ճանապարհը առանց մեզ հանձնելու։ Նա հանձնել է Տավուշի բարձունքները, Տավուշի տարածքները առանց մեզ հարցնելու։ Շուրնուխի, Որոտանի տները հանձնել է առանց մեզ հարցնելու։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվել է առանց մեզ հարցնելու։ Զանգեզուրի միջանցքը բացել է առանց մեզ հարցնելու։ Այս բոլոր գործողություններից առաջ նա ասել է, որ չի անելու դա որևէ դեպքում թաթիկներս կտրեք թե կանեմ, Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ու հիմա էլ նորից փափուկ նույն բանը 1000 անգամ անում են։ Նույն բանը եւ սրա համար կարեւոր է որ վաղարշապատցիները իսկապես բերեն մեզ խաղաղություն այս Կիրակի օրվա ընտրություններին։ Հիշեք, վաղարշապատի ընտրությունները իսկապես խաղաղության մասին է։ Մի կողմում խաղաղությունն է մեր հանգստությունը, համերաշխությունը, ներդաշնակությունը, մյուս կողմում այդ պառակտումներն են, այդ գժտություններն են, այդ սուտասանություններն են, ամեն օր տագնապի մեջ պահելն է, Նիկոլ Փաշինյանի ձայնն է, քաղաքացու վրա թքելն է, հերյուրանքներն են, զտպարտություններն են, հասկանում եք, եւ վաղարշապատի ընտրություններում պետք է ընտրել խաղաղությունը, որը որներ են, մեկը 7 համարն էր, մեկը 3-րդ համարը, այս երկուսին չընտրելն է խաղաղությունը։ Եվ ես հույսով եմ, որ սա տեղի ունենալու է։